Այսօր Նինոցմինդայի ավականիում կայացավ նիստ, օրակարգում դրված էր 5 հարց։ Նինոցմինդայի մունիցիպալիտետի 2025 թվականի բյուջեի 3 ամսվա կատարման հաշվետվության լսման և գնահատման մասին զեկուցեց Սամվել Արզումանյանը։ Նինոցմինդայի մունիցիպալիտետի տարածքում գրանցված և փաստացի բնակվող բնակչության 2025 թվականի առողջապահության և սոցիալական օգնության ծրագրերի և օգնություն ստանալու կանոնների հաստատման մասին Նինոցմինդայի մունիցիպալիտետի ավականու 2024 թվականի դեկտեմբերի 23-ի համար 16 որոշման մեջ փոփոխություններ մտցնելու մասին զեկուցեց Ջեմալ Խմալաձեն։ Նինոցմինդայի մունիցիպալիտետի ավականու կանոնակարգի հաստատման մասին Նինոցմինդայի մունիցիպալիտետի ավականու 2017 թվականի նոյեմբերի 20-ի համար 15 որոշման մեջ փոփոխություններ մտցնելու վերաբերյալ զեկուցեց Առնակ Հախվերդյանը։ Նինոցմինդայի մունիցիպալիտետի կանանց և երեխաների հիմնահարցերով մունիցիպալ խորհուրդ ստանալու և դրա կանոնակարգը հաստատելու մասին զեկուցեց Առնակ Հախվերդյանը։ Նինոցմինդայի մունիցիպալիտետի գենդերային հավասարության խորհրդի 2024-2025 թվականների գործող ծրագրերի հաստատման մասին Նինոցմինդայի մունիցիպալիտետի ավականու 2024 թվականի ապրիլի 30-ի կարգադրությունն ուժը կորցրած ճանաչելու մասին զեկուցեց Առնակ Հախվերդյանը։ Բոլոր 5 հարցերն էլ նիստի անդամների կողմից ընդունվեց միաձայն։ Մանրամասները ներկայացրեց Նինոցմինդայի Սակրեբուլոյի նախագահ Վահան Արոյանը։ Այսօրվա նիստի օրակարգում ունեինք 5 հարց նախատեսած։ Առաջի հարցը վերաբերվում էր Նինոցմինդայի մունիցիպալիտետի 2025 թվականի բյուջեի 3 ամսվա կատարմանը, որը դեռևս առաջի փուլն է, առաջի երամսյակն է, երամսյակի տարած աշխատանքները դեռևս բացառիկ չի երևում, իսկ հաջորդից արդեն երևում է բոլոր աշխատանքները ընթացքի մեջ են նախատեսված։ Մի քանիսն էլ նախապատրաստման փուլի մեջ են։ Իսկ երկրորդ հարցը վերաբերվում էր մեր սոցիալական պակետի մեջ փոփոխություններ կար ներկայացվել քաղաքապետարանի համապատասխան բաժնի կողմից, սոցիալական բաժնի կողմից, որը վերաբերվում էր աուտիզմով հիվանդ երեխաների գումարները հատկացնելու տալու կարգը, որը մենք հաստատեցինք կարգի մեջ իրենք պետք է ներկայացնեն վաուչերը, ավելի դետալ մանրամասն ներկայացնի մասնագետը պարոն Ջեմալ Խմալաձեն։ Երրորդ հարցը վերաբերվում էր մեր գենդերային խորհրդին, քանի որ բոլորին հայտնի էր, որ Նինոցմինդայի մունիցիպալիտետի ավականում գործում էր գենդերային խորհուրդ, գենդերային խորհուրդը որոշեցինք լուծարել ենք խորհուրդը, բայց ստեղծել ենք նոր խորհուրդ, որը անվանվում է կանանց և երեխաների պաշտպանության խորհուրդ, խորհուրդը բաղկացած կլինի 18 անձից, որը կաշխատի մունիցիպալ տարածքում կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով։ Իսկ 5-րդ հարցը վերաբերվում էր գործող օրենսդրության մեջ ուժի մեջ չէր մտած որպես գենդերային խորհուրդ, իսկ որոշմանը լուծարեցինք, որպեսզի նոր իրավունք ունենանք, նոր խորհուրդը գրանցենք, բոլորը քվեարկեցին կողմ, ոչ մի դեմ, ոչ մի ձեռնպահ, այս էր այսօրվա օրակարգը։